դրանից հետո պիտի լիներ հիասթափություն ընդդիմության նկատմամբ։ Այսինքն եթե ձեր թիմից կամ այլ Հայաստանից կամ Ռուբեն Մխիթարյանի թիմից որևէ քաղաքապետիներ կարծում եք իշխանությունը նրանց վրա էլ այսպես ճակերտավոր ասած մի քրեական գործ չէ կարել, ես ճիշտ հասկացա։ Քրեական գործի մասին խնդիրը չէ, յուրաքանչյուրի վրա է, չեղած տեղից տեսնում եք, երեք ամբողջ օրը ազգային ժողովի ամբիոնը օգտագործում էին հրահրելու առնահեղություն Գյումրի քաղաքում։ Չէ, այս ԿՊ-ի պատգամավորներից մարդ կա, ում սիրտը արուն է ուզում Գյումրի քաղաքում, առավոտից իրգուն այդ մարդու խոսույթը էդ է։ Մարդուն Գրիգորյանի ընկերոջը, ընկերն էլ դառել է արդեն ընկերներին, էլի Վարդան Ղուգասյանը սպանել է Մարդուն Գրիգորյանի ընկերներին, Մարդուն Գրիգորյանը ընդրեց Վարդան Ղուգասյանին, չէ, ես սովորաբար կանանց չեմ հագադարձում, չեմ էլ անդրադառնում, չէ, Կարեն Սարոխանյանը ինձ հետ կապված բան չի խոսել։ Ուրեմն, այս մարդկանց սիրտը արուն է ուզում, այս մարդկանց սիրտը փարակյար երկուս է ուզում, եւ այդ ամեն ինչը ուզում են, որ լինել Գրիգորյան Մարտունի եւ Վարդան Ղուգասյանի ընտանիքների, թիմերի միջեւ։ Նու այս պայթրությամբ փառք ու պատիվ մեզ որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն որ Գյումրիում սպասվում է իմ կնահատմամբ այդ սցենարը եւ փորձելու են Գյումրիում ինչ որ իրավիճակներ ստեղծել եւ մեզ քաշել կրիմինալ, վենդետայի, չգիտեմ ինչ նմանատիպ բաների մեջ, հստակ երևում է, չէ՞, հստակ երևում է ազգային ժողովի բարձրագույն ամբիոնից, համար 1 ամբիոնից երկրի հայտարարվում է Մարդուն Գրիգորյանը գնաց այն տվեց։ Այս պարագայում սա ինչ է նշանակում, եթե ոչ հրահրել առնահեղության, եթե ոչ ու այս ձեռագիրը եղել է այն օրվանից հետո, երբ որ ես հայտարարել եմ եւ ապրիլի 3-ին իմ հայտարարությունը կա, փաստ կա, որը ոչ մի տողի համար չեմ փոշմանել, ոչ մի ասածի համար, ես տեր եմ իմ ասածին, այդ ամեն ինչով հանդերձ իրանք ամեն օր ասում էին Գյումրիում Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ներելու, Մարդուն ոնց են քեզ Գյումրիում ընկալելու, բակավորը, պասանիկը, ընկերոջ ընտանիքը, մյուսը կշարունակվի ավելի ձեր ասած դուք կարծում եք ավարտվեց ամեն ինչ։ Այսինքն արյունահեղությամբ կներես էլի, արյունահեղությամբ փորձում են նաև քաղաքապետի աթոռը պաշտոնը վերցնել ինչ որ։ Դե այս ամեն ինչը սկսվել է եւ գնում է նրան, որ հասնեն իրենց ուզածին, հասնեն իրենց նպատակին, դե ինչքանով կհաջողի, այդ էլ կախված է արդեն էլ եմ ասում, քաղաքական ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքից, վերլուծությունից, անցած անգամ բառացիորեն, տառացիորեն զգուշացրեցի, որ ժողովուրդ ջան, ելի եմ ասում, չլինի ատորակրվի խնդիր է դրված, բայց եթե ուզում եք հավաքական ընդդիմությունը պահե իր հաղթանակը ու այդ հաղթանակը ճիշտ գեներացնել, ճիշտ օգտագործեք, ուրեմն պետք է գտնել քիչ խոցելի, քիչ պրոբլեմատիկ հարցը առաջ տանելու տարբերակը, որը ես առաջարկել եմ։ Պարոն Գրիգորյան, դուք ձեր գրառմամբ էլ նշել եք, որ կանխատեսում եք կներեք 1000 ներողություն, իսկ թե հիմա պիտի հագադարձեմ, որ առաջարկել էի պնդեիր առաջ տաներ, ժողովուրդ ջան, 4 խմբակցություններից 3-ը, մեկը գիշերը, մյուսը առավոտ հայտարարությունը արդեն արել էր։ Այսինքն այն տարբերակը, որ ես պնդեի առաջ տանեի, այդ տարբերակը այդ ժամանակ փակված էր, չկար այլ տարբերակ, այսինքն եթե երկու խմբակցություններից 3-ից 3-ը համաձայնություն են տվել քվեարկելու Վարդան Ղուգասյանի կոմունիստական կուսակցության օգտին, ես այս պարագայում մենակ եմ։ Բայց դա ինչ կապ ունի, պարոն Գրիգորյան, եթե ենթադրենք դուք էլ լինեք, դուք էլ կարողանաք նույն այս երկրում ժողովուրդ ջան, բոլորն խոցելի են, հասկանալի է, բոլորն խոցելի են։ Ես էլ եմ ասում, այստեղ խնդիրը խառնվածքի մեջ էր։ Խառնվածքի ու պահելու։ Եղածը պահելու մեջ էր։ Պարոն Գրիգորյան, բայց եթե դուք այս ելքը կանխատեսել եք